Այժմ տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոս ամսվա ընթացքում։ Ինչպեսին կլինի օգոստոսը մեր հարգելի խեցգետինների համար։ Անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ եւս մեկ կարտ որպես հուշում բոլոր խեցգետինների համար։ Միայնակներ, զույգեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ես ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի միայնակ խեցգետիններ։ Տեսնում եմ թրջուն։ Թևերը մի տեսակ պարզել եք, մի տեսակ նոր թռիչք, ինչ որ նոր հնարավորություն, նոր ցանկություններ։ Ես այստեղ տեսնում եմ նաև թագավորը պենտակլի, որը շատ պրակտիկ մարդ է, չնայած բոլորովին խեցգետնի նշանը չէ։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ միգուցե վերջերս որոշ խեցգետիններ, ովքեր միայնակ են, մի քիչ շատ պրագմատիկ են երևի նայում հարաբերություններին կամ հակառակ սեռին, որտեղ սա իրենց իրականում բնորոշ չէ։ Ատեղջյուրները, ցլերը եւ կույսերն են հողի նշան, իսկ խեցգետինը ջրի նշան է։ Խեցգետիններն ավելի էմոցիոնալ են, իսկ սա պրակտիկ մարդ է, մտածող մարդն է, էմոցիաները այստեղ ոչ մի գործ չունեն։ Եվ հիմա երևի թե վերջերս շատ էսպես պրակտիկ ձեր գործին, ձեր հարցերին, ձեր հարաբերություններին, այդպես մի տեսակ շատ պրակտիկ եք վերաբերվել հարգելիներս, բայց ինձ թվում է, որ դուք որոշեք ինչ-որ բան փոխել օգոստոսին, այսինքն վերադառնալ ինքներդ ձեզ, դուք ավելի էմոցիոնալ եք, դուք այսպես պրակտիկ չեք, սա ձեր ճիշտ բնորոշ հատկանիշեր չէ։ Կամ միգուցե կարտերը հուշում են, որ պետք է լինել այսպիսին, տեսնենք, ամեն դեպքում ես կարող եմ ասել, ինչ-որ բան պետք է փոխել, նոր ուղղություն, ինչ-որ նոր նպատակ։ Ես տեսնում եմ, որ մարդը իրականում, այսպես տեսնում եք, ես այստեղ տեսնում եմ ազատություն, ազատ մարդ, այսինքն մարդը իրականում կարծես նոր շանսեր է փնտրում, նոր ցանկություններ ունի։ Ես կարող եմ ասել, որ մարդը պատրաստ է սկսել նոր հարաբերություններ։ Տեսնենք ինքը պետք է լինի պրակտիկ, թե ինքը չափից ավել պրակտիկ է դարձել եւ դա խանգարում է իրեն։ Տեսնենք, ինչ կհուշեն կարտերը։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի խեցգետիններ։ Գիտեք, ես շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Սպասեք մի րոպե մտածեմ, բառերս ճիշտ ընտրեմ հարգելիներս։ Ես տեսնում եմ, որ այսա իսկապես խեցգետինների կարտն է, սա խեցգետինների, սա տուզն է բաժակներ։ Ես տեսնում իրականում շատ էմոցիոնալ են, շատ լցված է սրտները, համբերության բաժակն է լցված, թե այսպես սիրտն է լցված, շատ լցված են խեցգետինները, դե որոշ խեցգետիններ, միայնակները հատկապես, տեսնում եմ արդարադատության կարտը եւ տեսնում եմ այս սրիկայի կարտը, սա։ Ինչ որ գիտեք, ինչ որ, չգիտեմ, ճակատագրի բերումով, թե ինչպես, թե ոնց, ինչ որ մի տեսակ չի ստացվում, բայց շատ էմոցիոնալ են խեցգետինները, այդպես կարող եմ ասել, կամ միգուցե ինչ-որ բան չի ստացվել, սիրել եք, շատ սիրել եք, բայց իրականում միգուցե սերը կամ կորցրել եք, կամ հիասթափվել եք, բայց շատ ծանր եք հիասթափվել։ Դրա համար էլ երևի դարձել եք այսպես պրակտիկ ինչ-որ ժամանակ, որովհետև արդեն էմոցիաները դրել եք մի կողմ, արդեն վախենում եք սիրել, որովհետև ինչ-որ մեկին սիրել եք եւ շատ այսպես ծանր եք տարել, բայց ես տեսնում եմ տրանսֆորմացիայի կարտը, ինչ-որ բան փոխվում է հարգելիներս, կփոխվի։ Դուք հասկանում եմ երևի արդեն չեք ուզում նորից ձեր զգացմունքները, չգիտեմ, չեք ուզում նորից սիրել, վախենում եք զգացմունքներից, դրա համար որոշել եք մենակ մնալ, որովհետև ինչ-որ մեկը ձեզ ցավ է պատճառել, որին դուք շատ սիրել եք, տեսնում եմ շատ
շատ եք սիրել, բայց ես տեսնում եմ, որ փոխվելու է։ Դրա համար դարձել եք պրագմատիկ, հա, մտածում եք հարմար է, հարմար չի, բայց այդ չեմ սիրելու, իսկ ես տեսնում եմ, որ ինչ-որ բան իրականում փոխվում է։ Գիտեք, շատ դուրս եկեք ձեր ընկերների հետ, մի քիչ ավելի թեթև նայեք, երեքը բաժակների, սա ձեր նշանն է, այդ բաժակները ձեր նշանն է, պրագմատիկը ձեր նշանը չէ։ Իրականում դուք կկարողանաք, սա լիության կարտն եմ տեսնում, շատ լավ կարտ է, տուզն է սա պենտակլի։ Շատ ժամանակ անցկացնեք ձեզ համար հոգեհարազատ մարդկանց, մարդիկ բաժակի նշան, այսինքն որոնք ձեզ հետ նույն հետաքրքրությունները ունեն, նույն սովորությունները ունեն, ինչ որ ընդհանրություններ ունեն ձեզ հետ, ճիշտ մարդկանց հետ շփվեք եւ այդ դեպքում շատ լիարժեք կլինի, եւ ձեր հոգին էլ կլցվի, որպեսզի դուք պատրաստ լինեք, եթե դուք դեռ պատրաստ չեք նոր հարաբերությունների, որովհետեւ ինչ որ մեկը ձեզ դավաճանել է, չգիտեմ, ինչ որ մեկը ձեզ հիասթափեցրել է, իրականում կփոխվի, անպայման փոփոխություն կլինի օգոստոսին, նրանք ովքեր այս վիճակում են, նրանց կյանքում ամեն ինչ նորմալ է, շատ նորմալ էլ կլինի, բավականին ժամանակ անցկացնեք, ես տեսնում եմ, ես խոսում եմ նրանց մասին, ովքեր ինչ որ ձևով ինչ որ մեկից հիասթափված են կամ ինչ-որ մեկը ձեզ դավաճանել է։ Ես տեսնում եմ, որ իրականում ժամանակ կարտերը խորհուրդ են տալի, ժամանակ անցկացրեք ձեզ հոգեհարազատ ընկերներ, մտերիմների հետ, որոնց հետ ձեզ հաճելի է։ Ձեզ նման մարդկանց հետ, այսինքն ինչ որ այսպես պեսիմիստ, բացասական էներգիայից հեռու մնացեք։ Եվ իրականում դուք հոգեպես բավականին կհանգստանաք, ասա լիարժեքության կարտն է, ելնեմ ասեմ, եւ ֆիզիկապես եւ հոգեպես շատ լավ կզգաք ձեզ։ Եվ երբ լավ կզգաք արդեն, դուք պատրաստ կլինեք նոր հարաբերությունների։ Ձեզ պետք է երևի թե ապաքինվել բոլոր նրանք, ովքեր ունեցել են խնդիրներ։ Իսկ նրանք, ովքեր խնդիրներ չեն ունեցել, ես երկու կարտով էլ կարող եմ ասել, որ դուք որոշում եք կայացել եւ շատ այսպես պրակտիկ, այսինքն էմոցիաները թողել եք մի կողմ, դուք ինչ որ որոշում եք կայացել, փոխել ձեր անձնական կյանքը։ Եվ ես վերջին կարտով էլ այստեղ կարող եմ ասել, որ դուք երևի թե կկարողանաք, բայց մի քիչ զգուշ եղեք, շատ ամեն պատահած մարդու մի սիրեք, սիրահարվեք, այսինքն առաջի հայացքից սիրելը կարող է բավականին վտանգավոր լինել, հա, եթե դա սա չի եղել, նոր կարող է դուք այսպես մի անգամից տեսնում եմ, մի տեսեք, սերը պիտի գա վերջում։ Իսկ ձեզ համար սկզբում է սերը, դուք մի անգամից սիրում եք առանց մարդուն ճանաչելու եւ կարող եմ ասել, որ իրականում սա ձեզ կյանքի մեծ դաս կլինի, եթե շատ արագ սիրեցիք, սիրահարվեցիք, հա, սխալ քայլեր արեցիք, շտապեցիք, ապա դուք շատ կհիասթափվեք, բայց դա հետո կփոխվի, դա կլինի ձեզ պարզապես դատաստանով կարող եմ ասել, պարզապես կլինի կյանքի մեծ դաս, շատ բան չեք կորցնի, պարզապես կհիասթափվեք, իսկ հետո կապաքինվեք ձեր ընկերների հետ եւ նորից կանցնեք նորմալ լիարժեք կյանքի։ Ամեն դեպքում զգուշ եղեք, միանգամից առաջի պատահածին սիրահարվելուց հարգելի խեցգետիներ, միայնակներ, իսկ նրանք աղջիկ տղա նշանակություն չունի, երկուսին էլ կարող է վերաբերել, կարող եք հիասթափվել։ Իսկ նրանք, ովքեր սիրել են, սերը կորցրել են, իրենց համար փոփոխություն կլինի դեպի ապաքինում։ Մինչև պատրաստ լինեք նոր հարաբերություններ սկսելու հարգելի խեցգետիններ։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ լաբիրինթոս եւ տեսնում եմ բաժակների արքան, բաժակների սա հենց խեցգետինների նշան է, ես տեսնում եմ, որ սա անբավարարված թագավորն է, ինչ որ բանի սիրային անձնական հարցերում իրեն չի գոհացնում, ինչ որ բանից մարդը դժվար է եւ դժգոհ է եւ շատ էմոցիոնալ է, շատ էմոցիոնալ է, եթե զույգ են, դեռ մարդիկ զույգ են, բայց մարդը այսպես խճճվել է իր զույգի հետ, չգիտի ինչ անել, ես տեսնում եմ առայժմ լաբիրինթոսը արկա է, տղամարդիկ, եթե այսպիսի վիճակում են, ես առաջարկում եմ կարտերն ասում են, ձեզ խմելու չտակ, որտեղ դրանից ավելի կխճճվեք, դրանից դուք լաբիրինթոսից հաստատ դուրս չեք գա եւ ավելի կխճճվեք եւ ավելի կկորցնեք, այսպես ասեմ, ձեր ուղղությունը, ինչպես կարող եք այս խճճված վիճակից դուրս գալ։ Խմիչքը ձեզ չի օգնելու։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի խեցգետիններ, շատ հետաքրքիր։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ այստեղ մեր արքան, որը ինչ որ դժգոհ էր, ինչ որ խճճվել էր, լաբիրինթոսում էր հայտնվել, իսկ ես տեսնում եմ, որ իրականում ընտրություն կարվի։ Օգոստոսի ընթացքում դուք ինչ որ որոշում կկայացնեք։ Տեսնում եք ջահերի երկուսը, մարդը կանգնած է երկու ճանապարհի մեջ, այսինքն ընտրություն պետք է կատարի։ Քայլ պետք է կատարի, գնում է, մնում է, ինչ է անում, ուր է գնում, ինչ է անում, ընտրություն պետք է կատարել, այ օգոստոսին պետք է ընտրություն կատարել, հավատացեք, եթե դուք ինքներդ ընտրություն չկատարեցիք, դուք ինչ-որ մի բանից դժգոհ եք, էմոցիոնալ եք, ես տեսնում եմ այստեղ մարդը
ձեռքին, հա, եթե տղամարդ է, ուրեմն խմելուն է տվել իրեն, որտեվ ինչ որ էմոցիոնալ առումով դժգոհ է իր զույգից, իսկ եթե կին է, կանայք որպես կանոն լաց են լինում, հա, դա էլ էլի նշանակում է ինչ որ բանից դժգոհ են, կա զույգ, բայց իրականում ինչ որ խճճված իրավիճակ է, ինչ որ որոշում պետք է կայացնեն խեցգետինները օգոստոս ամսվա ընթացքում։ Ես տեսնում եմ, որ իրականում որոշ խեցգետիններ կկարողանան որոշումներ կայացնել եւ բավականին արագ ակտիվել ժամանակ կլինի, այսինքն դուք պետք է որոշում կայացնեք եւ սկսեք գործել, այսինքն պարզապես նստել կամ խմել կամ լաց լինելը չի օգնելու, դա ոչ մի հարց չի լուծելու, հարգելի, դուք ուզեք չուզեք, պետք է ընտրություն կատարեք։ Ես շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում վերջում, տեսնում եմ այստեղ բաժակների 9 շատ բաժակներ եմ տեսնում, շատ էմոցիոնալ են իրելու խեցգետինները, հենց սա ձեր նշանն է, ձեզ յուրահատուկ է, այսինքն շատ այսպես անսովոր ամիս չի լինելու ձեզ համար։ Տեսնում եմ, դուք կարողանում եք իրականում ամեն ինչը բալանսի բերել եւ ես վերջում տեսնում եմ Պենտակլի 10-ը։ Գիտեք, եթե դուք ակտիվ լինեք եւ նպատակ ընտրեք, որոշում կայացնեք եւ հասկանաք ինչ եք ուզում անել, իրականում դուք շատ գոհ կլինեք ձեր որոշումից, հարգելիներս, բայց ձեր ձեռքում է, դուք պետք է որոշեք։ Ես այստեղ տեսնում եմ բաժակների 9, կարող է ինչ-որ մեկը լինել, որը կարող է նմանատիպ վիճակում եղել է եւ կարող է ձեզ ինչ-որ խորհուրդ տալ եւ ինչ-որ բանով օգնել։ Սա այն մարդն է, որը ինքը կարող է իր փորձով, իր կյանքի փորձով ձեզ օգտակար լինել, խորհուրդ տալ, կարող եք դիմել իրեն։ Բայց տղամարդիկ սա չի նշանակում նոր մարդկանց կանչել, նստել ձեր կյանքից բողոքել եւ անդադ խմել, ոչ թե մենակ, այլ մի շատ մարդկանց հետ եւ ձեր կյանքը պատմել։ Սա բոլորովին դա չի նշանակում, եթե այդպես եք անում, մի արեք, դա ձեզ համար ոչ մի հարց չի լուծելու։ Իսկ ընդհանրապես էլ եմ ասում, սա մի մարդ է, որը նմանատիպ էմոցիոնալ խնդիր ունեցել է, ինչ խնդիր էլ որ դուք ունեցել եք, որտեղ տեսնում եմ, որ դժգոհ եք, բայց ես չեմ տեսնում ինչ, դա ինչ կարող է եղածնել մանրամասներ, ամեն մարդու համար տարբեր կարող է լինել։ Ես այստեղ տեսնում եմ, որ դուք զգացմունքներ ունեք։ Ամեն դեպքում ինչ որոշում եք, որ կայացնում եք, դուք կարողանում եք ձեզ տիրապետել, ձեզ բալանսի բերել, այսինքն կարողանում եք ձեզ տիրապետել։ Եթե խմում եք, էլ չեք խմի, եթե լաց եք լինում, էլ չեք լացի, կոնկրետ որոշում կկայացնեք, սա նշանակում է դեմ արդեմ նայել ձեր խնդրին։ Այսինքն, աղջիկ տղա, դուք ինչ հարց ունեք իրար հետ, ամուսիններ եք, թե ամուսիններ չեք, դուք չպետք է փախնեք, խուսափեք, հա, թաքնվեք խմիչքի կամ արցունքների ետևում, դուք պարզապես պետք է, հա, դեմ արդեմ ինքներդ ձեզ չխաբեք, հայելու առաջ կանգնեք, ինքներդ ձեզ հետ անկեղծ լինեք, ինչն է խնդրեմը, ինչու եք դուք այսպիսի էմոցիոնալ դժվար վիճակ, ծանր, շատ բարդ վիճակ չեմ տեսնում, ճիշտն ասած, պարզապես տեսնում ինչ-որ խճճված լաբիրինթոս, եթե եղել է ծանր վիճակ, հիմա պարզապես խճճված եք, հիմա արդեն բարդ վիճակ չէ, դա ձեզ համար խնդիր է, եթե դուք չեք ուզում ճշմարտությունը ընդունել, այս է, դուք ինքներդ ձեզ հետ պետք է ճշմարտությունը ընդունեք, ինչ է կատարվում, ինչու եք դուք դժգոհ ձեր զույգից, դուք կարողանաք ի վերջո հասկանալ, բալանսի բերել, հա, այդ նորից եմ ասում, խմեչքն է, տղամարդիկ թողնեն խմելը, կանայք դադարեն լաց լինելուց, իրականում ինչ հարցեր որ լուծեք, ինչ որոշում էլ կայացնեք, ինչ ուղղություններ որ ընտրեք, դուք կհանգստանաք, հարգելիներս, դուք կարողանաք ճիշտ որոշում կայացնել։ Ես չեմ տեսնում դուք բաժանվում եք, հեռանում եք, որոշում եք կայացնում հեռանալ, ես չեմ տեսնում, որ դուք որոշում եք մնալ կամ վիճում եք հարց, ես տեսնում եմ, որ դուք ինչ-որ որոշում պետք է կայացնեք, անպայման։ Ես տեսնում եմ եւ այստեղ երկուսը, եւ այստեղ տեսնում եմ երկուսը։ Դուք պետք է ինքներդ ձեզ հետ անկեղծ լինեք, ինչ է կատարվում, ինչու են ձեր անձնական հարցերը մտել տուպիկ կամ լաբիրինթոս, որպեսզի կարողանաք ձեր կյանքը նորից բալանսի բերել, վերականգնվել եւ նայել առաջ։ Դրանից նույնիսկ ձեր խնդիրները իրականում չեն բարդանա, բայց կարող է ինչ-որ լուծում գտնեք։ Սա բավարարված, իրականում տեսնում եք, շատ բավարարված, լիարժեքության կարտն է սա։ Ես տեսնում եմ, որ ինչ-որ մինչև օգոստոսի վերջ կարող եք ինչ-որ բան ինքներդ ձեզ համար։ Նույնիսկ եթե ձեր էմոցիոնալ վիճակը կարողանաք շտկել, կկարողանաք։ Ես չեմ կարող ասել դուք հաշտվեք, չեք հաշտվի, եթե վիճել եք, եթե խնդիրներ ունեք, բայց ես տեսնում եմ, որ դուք լաբիրինթոսից դուրս կգաք։ Ինչ-որ բան ձեզ համար կպարզվի, հարգելիներս։ Դուք պետք է որոշում կայացնեք, հավաքեք ձեզ եւ կարողանաք դուրս բերել ձեզ այդ վիճակից։ Սա վերաբերում էր բոլոր նրանց, ովքեր ինչ-որ խնդիրներ ունեին, հարգելիներս։ Եթե դուք խնդիրներ չունեք, ամեն ինչ նորմալ է, ուրեմն սա ձեզ չէր վերաբերում, ձեր համար ամեն ինչ շատ նորմալ է։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում, ներողություն, աշխատանքի վայրում, աշխատանքում տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում, պայքար եմ տեսնում, ճիշտն ասած, ընդ որում մի քանի հոգու մեջ։ Ես չգիտեմ, եթե որոշ մարդիկ հեռացել էին աշխատանքից, ապա աշխատանք են փնտրում, բավականին շատ մրցակցություն կլինի, նույն աշխատանքի համար կարող են տարբեր մարդիկ դիմել։ Եթե նոր ինչ-որ պաշտոնի կամ դիրքի համար, ինչ-որ մի գործի համար ձեր աշխատանքի վայրում չեք ուզում հեռանալ, բայց ուզում եք ինչ-որ նոր կադրի համար դիմել, մրցակցությունը նորից շատ է լինելու։ Բայց կարող է նաև ղարետզով կարող է լինել ինչ-որ պայքար, ինչ-որ խնդիրներ ունեք աշխատանքի վայրում եւ որոշում եք հեռանալ։ Ինչ ունեք սա բացասական, հարգելիներս, եթե խնդիրներ կան, ուզում եք հեռանալ, ճիշտ եք անում։
Հեռանում եք, ում է պետք խնդիրներ աշխատանքի վայրում, հեռանում եք, որպեսզի ավելի լավ աշխատանք գտնեք։ Շատ գեղեցիկ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի խեցգետին, իրականում շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Դուք ինչ որ նպատակ ունեք, ու եթե այդ նպատակին հասնելը ձեզ համար բավականին բարդ է, որտեղ արդեն ասեցի, ես այստեղ տեսնում եմ բավականին մրցակցություն շատ, մի քանի հոգի պայքարում են նույն նպատակի համար, այն նպատակի ինչ որ դուք ունեք, ես այստեղ աստղով կարող եմ ասել։ Տեսնում դուք այսպես մի տեսակ ձեզ զգում եք անելանելի վիճակում, այսինքն ձեզ թվում է, որ դուք երևի թե չեք կարողանալու հաղթել, իսկ ես տեսնում եմ, որ հավանաբար կկարողանաք, որտեղ շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Գիտեք, այստեղ կան մարդիկ, միգուցե ձեզ կարող են օգնել։ Կարող են օգնել ինչ որ հարցերով, ընկերներ, մտերիմներ, շրջապատում ովքեր կան, մարդիկ, որոնց վաղուց եք ճանաչում, բաժակներ շատ եմ տեսնում, ես բոլորը բաժակներ են եւ խեցգետի նշան են։ Եվ վերջում տեսնում եմ շատ բավարարված գոհ մարդ, այսինքն դուք աշխատանքի հետ կապված ինչ նպատակ էլ որ ունենաք իրականում, շատ էլ հաջող կլինի ի վերջո, նույնիսկ եթե ինչ-որ մի պահ զգում եք, որ նպատակին կարող է չհասնեք, մրցակիցների պատճառով է, թե խնդիրների ինչ-որ մեկի պատճառով է, եթե որոշել եք աշխատանքից հեռանալ, ես տեսնում եմ, որ չեք հեռանում, որտեղ դուք կհաղթեք իրականում եւ ձեր նպատակին կհասնեք եւ խնդիրներն էլ կկարողանաք լուծել։ Շատ բաժակներ եմ տեսնում, շատ։ Դուք ձեր կերպարում եք, իսկ բավականին լավ է եւ շատ մարդիկ էլ կան, որ ձեզ հետ համահունչ են, հա, եւ իրականում ձեզ կսատարեն, տեսնում եմ, եւ նույնիսկ մարդիկ, որոնց վաղուց էլ ճանաչում եք։ Շատ լավ է, հարգելի ինձ, աշխատանքի վայրը միշտ նպատակ որ ունեք, ելի եմ ասում, եթե մի պահ ձեզ զգաք, որ չեք կարողանում ձեր նպատակին հասնել, որտեղ ինչ որ մարդիկ կան խանգարում են կամ մրցակիցներ կան, իրականում դուք եք շահելու եք վերջում, ձեր օգտին է լինելու, դուք ձեր նպատակին կհասնեք, հարգելիներս։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում խեցգետինների համար, տեսնում եմ կողմնացույց եւ տեսնում եմ 9 ջահերի։ Ինչ որ ֆինանսների հետ կապված նպատակ ունեք, ուղղություններ ընտրել եք եւ դուք կոնկրետ գիտեք ինչ եք անում, եւ ես տեսնում եմ, որ դուք չեք հանձնվում։ Չեք հանձնվելու եւ մինչեւ վերջ փորձելու եք հասնել ձեր նպատակին։ Տեսնենք։ Այսինքն ես հասկանում եմ, որ ֆինանսական հարցերում որոշ խեցգետիներ կոնկրետ ունեն նպատակ եւ կոնկրետ կողմնացույցը կարող ասել, դուք կոնկրետ գիտեք ինչպես հասնել ձեր նպատակներին, հարգելիներս։ Իսկ դա կարևոր է, նախ պետք է ունենալ նպատակ, հետո փորձել հասկանալ ինչպես հասնել։ Իսկ ես տեսնում եմ, որ դուք երկուսն էլ ունեք եւ նաեւ շատ, այսպես ասեմ, չեք հանձնվում, շատ լուրջ եք տրամադրված, ինչ ֆինանսական հարցեր ուզում է լինի, տարբեր մարդկանց համար ֆինանսական հարցերը կարող են լինել տարբեր։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ես տեսնում էի Պենտակլի 6-ը, նորից եմ տեսնում, երկու անգամ դուրս եկավ, ուրեմն կարևոր է։ Գիտեք, հարգելի խեցգետիներ, շատ կարտեր հանեցի, որտեվ ես այստեղ բարդ կարտեր էի տեսնում։ Ֆինանսական հարցերով ես խորհուրդ կտամ մի քիչ ավելի զգույշ եղեք, որովհետև դուք շատ ոգևորված եք եւ մինչեւ վերջ, հա, ձեզ շատ ինքնավստահ, դուք այսպես պայքարող մարդն եք, ես գիտեմ ինչ եմ ուզում եւ գիտեմ ինչպես, հա, կողմնացույցով ինչպես հասնել իմ նպատակին։ Մի քիչ զգույշ եղեք մեծամտությունից, չափից ավել ինքնավստահությունից, որտեղ դուք չգիտեք ում հետ գործ ունեք, եւ եթե ձեր ֆինանսները միայն ձեզնից չեն կախված, այլ կախված են այլ մարդկանցից, իրականում դուք կարող եք հիասթափվել։ Տեսնում եք, ես ախր տեսնում եմ սրիկամարդը, ես տեսնում եմ այստեղ ձեր սիրտը կոտրված է, ինչ որ մի նոր գործ եք ուզում սկսել կամ նորովի եք հարցի մոտեմ, դուք այսպես տեսնում եմ շատ այսպես լուրջ նպատակ ունեք, ես արդեն ասեցի, ուղղություն ընտրել եք, նպատակ ունեք ֆինանսների, ինչ որ մի գործ եք ուզում անել, շատ ռիսկային է, զգույշ եղեք ռիսկի դիմելուց, որտեղ կարող եք հիասթափվել, կարող է լինել ինչ որ մեկը, որը իրականում այն չէ, ինչ որ իրեն ցույց է տալիս, կարող է իրականում ձեր ֆինանսական այս հետաքրքիր ծրագիրը չաշխատել, որովհետև շատ ռիսկային է, սխալ մարդու հետ գործ ունեք, ինչ որ մեկի պատճառով է, ոչ թե դուք եք սխալ բան անում, այլ սխալ մարդու հետ կարող է գործ ունենալ, մի քիչ զգույշ եղեք, հարգելի խեցգետիններ։ Գիտեք, եթե հանկարծ այդպես իրավիճակ արդեն եղել է, դուք արդեն ինչ-որ մեկից հիասթափված եք եւ ինչ-որ ֆինանսական հարց, ես չեմ կարող ասել դուք գումար եք կորցնում, որտեվ ես գումարների կորուստ ճիշտ ասած չեմ տեսնում։
Ես տեսնում եմ հիասթափություն, ասենք եթե դուք ձեր նպատակին չեք հասնում, դա արդեն ձեզ համար կորուստ է, չէ՞։ Դուք պետք է գումարներ ձեռք բերեիք, ֆինանսական հաջողություն պետք է լիներ, չի լինում, այսինքն բնականաբար դա արդեն անհաջողություն է, բայց ես չեմ տեսնում դուք գումարներ եք կորցնում, դուք ուղղակի երևի ֆինանսական ինչ-որ հնարավորություն եք կորցնում։ Տեսնում եմ այստեղ պաժը թրերի, տեսնում եմ դատաստանի կարտը եւ տեսնում եմ ակնարողություն արդարադատության կարտը, չէ, դատաստանի, ճիշտ էի ասում, դատաստանի կարտը եւ տեսնում եմ 10 ջահերի, տեսնում եմ նաեւ բաժակների 5-ը։ Գիտեք, դուք նույնիսկ եթե շատ ջանք եք դնում, չեք հրաժարվում ձեր մտքից։ Շատ փորձում եք կոպտել այդ մարդուն, իր տեղը դնել, ինչ էր ուզում եք անել, ի վերջո տեսնում դուք հիասթափված եք։ Ձեր ջանքերը, եթե սխալ մարդու հետ գործ ունենաք, իր սխալը կարող է բավականին եւ մի անգամ չէ որ կարող է ձեզ հիասթափեցնել, ամեն դեպքում զգուշ եղեք, այսինքն մարդու պատճառով ինչ որ հիասթափություն որ ապրում եք, այդքան հեշտ չի լինելու ձեզ վիճակը փրկել, շատ բարդ վիճակ կարող է ստեղծվել, ինչ որ մեկի պատճառով, փորձեք իրավիճակից դուրս գալ, բայց կտեսնում եմ, որ երկրորդ անգամ էլ, երկրորդ փորձն էլ կարող է անհաջողության մատնվել, շատ բավականին հետաքրքիր կարտեր եմ տեսնում եմ այստեղ քրմուհու կարտը, տեսնում եմ բաժակներ էլ շատ բաժակներ եմ տեսնում, ես շատ բաժակներ եմ տեսնում, հարգելի խեցգետիններ, շատ էմոցիոնալ կլինեք նաև ֆինանսների հետ կապված, որովհետև էլ եմ ասում, շատ ոգևորված սխալ մարդու հետ գործ ունենալուց զգույշ եղեք, ձեր ներքին ձայնին հավատացեք, եթե կարծում եք, որ շատ պրոբլեմային հարցերը, գիտեք ինչ, ես տեսնում եմ այստեղ խնդիր, որը բավականին բարդ է, բայց դուք կարծում եք, որ դուք կկարողանաք շատ ինքնավստահ, այսպես ձեզ ոչ սովոր, այսպես, ասենքն կրակի նշանի, հա, այսպես ոգևորված, դուք նպատակ ունեք եւ չեք տեսնում բազմաթիվ խնդիրները, որ կարող են լինել։ Ձեր ներքին ձայն չեք լսում, հավատում եք ինչ-որ մեկին, չափից ավելի ոգևորված եք եւ դա պատճառով է, որ այսպես մի տեսակ ծուղակի մեջ եք հայտնվում եւ իրականում սխալ մարդու հետ գործ ունենալով կարող եք սխալվել։ Շատ զգուշ եղեք։ Տեսեք, օգոստոսը դեռ չի եկել, դեռ ոչինչ չի եղել։ Սա պարզապես դες նախազգուշացում է։ Երկու բաժակ եմ նորից տեսնում, բաժակների ասպետը եւ բաժակների պաժը։ Դուք կարող եք նորից ստիպված լինեք նորից սկսել գործը, նոր մոտեցում ցուցաբերել, այսպիսի, որպեսզի վերջնականապես ձեր նպատակին կարողանաք հասնել։ Ես կդժվարանամ ասել դուք օգոստոսի նպատակին կհասնեք թե չեք հասնի, որովհետեւ ես տեսնում եմ ամեն դեպքում ֆինանսական առումով 6-ն եմ տեսնում, այսինքն դուք կունենաք այնքան գումար, այնքան ֆինանսներ, որ ձեզ բավարարի ձեր բոլոր ծախսերի եւ նպատակների, ասենք ինչ որ ծախսեր ունեք, դուք չեք աղքատանա, ֆինանսներ չեք կորցնի, ձեզ կբավարարի, ինչքան որ ձեզ պետք է, դուք այնքան կունենաք, բայց եթե ժամանակ եք կորցնում, էներգիա եք կորցնում եւ ֆինանսական հնարավորություններ եք կորցնում, որովհետեւ շատ շտապում եք եւ սխալ մարդու հետ եք գործ ունենում, զգույշ եղեք սխալ խարդախ մարդկանցից, որպեսզի ստիպված չլինեք ձեր նպատակները նորից զրոյից սկսել։ Ես տեսնում եմ, ելի եմ ասում, ֆինանսական կորուստներ չեմ տեսնում, ժամանակի եւ էներգիայի կորուստ, եւ եթե ունեք ծրագիր, ձեր ծրագիրը կարող է չաշխատել, որովհետեւ սխալ մարդու հետ գործ ունեք։ Զգույշ եղեք մի քիչ դրանից։ Գիտեք, ես չեմ ուզում վերջնականապես վատ նոտայով վերջացնել։ Տեսնենք կարտերը ինչ կասեն։ Տեսավ չի կարող բոլորին վերաբերել, մարդիկ աշխատում են, աշխատավարձ ստանում են, ոչ մի ռիսկային գործեր չեն դիմում, նպատակներ չունեն։ Նորմալ է, ձեզ համար հարգելներս ոչ մի խնդիր չի լինի։ Բայց նրանք, ելի եմ ասում, ովքեր ինչ որ շատ ոգևորված, իրենց ոչ բնորոշ աշխուժ ինչ որ հարց են, գործ են սկսում ինչ որ մեկի հետ, միգուցե ինչ որ մեկ ինչ որ բան է առաջարկում։ Շտապ, եկեք, սկսենք, վստահում եք անում եք, իսկ հետո հիասթափվում եք։ Տեսնում եք, ես հետաքրքիր կարտեր եմ, նորից տեսնում եմ օծ, հարգելիներս, օծ եմ տեսնում, նորից էլի խարդախ մարդկանցից զգույշ եղեք, որովհետև դուք այսպես երեխան, ասիկը շատ միամտաբար վստահում եք, ասում են, օծը տաքացնում եք ձեր կրծքավանդակին, այդ դեպքը դուք շատ միամտաբար, շատ այսպես միամտորեն վստահում եք մեկին, որը իրականում հասկանում եք, թույն է շնչում ձեր հանդեպ, սխալ մարդու հետ գործ եք ունենում, բայց ես իրականում տեսնում եմ, եթե դուք զգույշ լինեք, ինֆորմացված լինեք, արևով տեսնում եմ, որ դուք կկարողանաք խուսափել բոլոր տեսակ խնդիրներից։ Նրանք, ովքեր այսպիսի իրավիճակում լինեն, ես տեսնում եմ Ղարետուց իրականում հնարավոր է ձեր միամտության պատճառով, վստահելով օծին, Ղարետզով կարող եք կորուստներ ունենալ, բայց եթե ինֆորմացիա, դες արդեն ձեզ ինֆորմացիան տվեցի, զգուշացրեցի, եթե դուք զգույշ լինեք եւ մարդուն ճանաչեք, մարդու մասին շատ ինֆորմացիա հավաքեք, մինչեւ իր հետ ինչ որ գործ սկսելը, դուք արևով կկարողանաք խուսափել եւ ոչ մի կորուստ չեք ունենա։ Դրական կարտով էլ ուզում եմ վերջացնել։ Շատ լավ կլինի, եթե դուք զգույշ լինեք, փորձեք մարդու մասին ինֆորմացիա հավաքել, միջև նրա հետ սկսեք ինչ-որ գործ անել, հատկապես ֆինանսների հարցերում արգելներից։ Բոլորի համար ընդհանուր մի կարտ տեսնում եմ լուսին։
Լուսինը շատ բնորոշ է խեցգետիներին։ Խեցգետիները շատ էմոցիոնալ մարդիկ են, շատ մելամաղձոտ, շատ նաև կարող եմ ասել թախծոտ, եթե տխուր են իհարկե, եթե ինչ որ խնդիր ունեն, եթե խնդիր չունեն, մարդիկ բոլորն էլ լինում են կենսուրախ։ Լուսինը կարող է ջրի երես հանել ինչ որ հարցեր ձեզ համար։ Գիտեք, ջրի երես երբ որ դուրս է գալիս, մեզ տխրեցնում է, հա։ Նաև կարող է մարդը լաց լինել, տխրել, բայց իրականում դրանով մաքրվում ենք մենք։ Ինչ որ մի բան օգոստոսին կարող է մաքրվել ձեզ համար։ Մի թախից հեռանալ ձեզնից, թող դուրս գա ջրի երես, խնդիրները, խնդիրները դուրս գան, դրանից պետք է չէ վախենալ, որտեղ դա կարող է մեզ տխրեցնել, ձեզ տխրեցնել, դա կարող է ձեզ նեղություն պատճառել, ցավ պատճառել, բայց այդ ցավը անցնում է եւ դուք դուրս եք գալ։ Այսինքն լուսինը, որ հեռանում է, տանում է բոլոր թերությունները, խնդիրները, խնդիրները, հուզումները, գաղտնիքները, դրանից հետո դուրս է գալիս արև, մինչև չգնա, չի գալու արև, դուրս չի, ձեր կյանքում մի նորություն չի փոխվել, ասիկը չի կարելի վախենալ լուսնից, հակառակը, թող լուսինը տանի, ես ուզում եմ, ցանկանում եմ բոլոր խեցգետիները, ինչ տխրություն, ինչ խնդիրներ, ինչ խնդիրներ որ ունեք, թող օգոստոսը տանի, մաքրի, վերջացնի, որպեսզի արդեն կարողանաք դուրս գալ, միգուցե հենց օգոստոսի ընթացքում, որպեսզի մինչև օգոստոսի վերջ կարողանա ձեզ համար արևը դուրս գալ, ձեր կյանքում ինչ-որ մի գեղեցիկ պայծառ փոփոխություն լինել։ Այ պետք չի վախենալ լուսնից։ Եթե նրանք տխուր են, ինչ-որ խնդիրներ, ովքեր չունեին, շատ լավ է։ Նրանք ովքեր ունեին, ասում են լուսինը իր հետ տանում է մեր բոլոր դժբախտությունները, խնդիրները, գործերը, նպատակները, որոնց չենք հասել, հիասթափությունները, գաղտնիքներ են ջրի երես դուրս գալիս, թերությունները, կյանքի բոլոր խնդիրները, այդպես կարող եմ ասել։ Նաև այլ կերպ ասում են աղբը։ Մեր կյանքից այն աղբը, թերությունները, թուլությունները, այդ թող տանի, հարգելիներս, շատ լավ է, թող լուսնով տանի, ամեն ինչ հեռանա ձեզնից, որպեսզի ձեր կյանք գա մի նոր հետաքրքիր գեղեցիկ ժամանակահատված։ Ես միշտ ասել եմ, ելի եմ ասում հարգելիներս, ում վերաբերում է, նրանց վերաբերում է։ Եվ հատկապես մարդիկ, ովքեր թախից տխրություն ունեն, հենց նրանց համար են կարտերը։ Հասկանում եք, որպեսզի այդ մարդկանց կարողանանք օգտակար լինել, ինչ որ ձևով այդ վիճակից դուրս գան։ Նրանցում կյանքում ամեն ինչ նորմալ է, շատ լավ է, սա ձեզ չի վերաբերում։ Այժմ տեսենք ինչ է սպասվում առույցներին օգոստոս ամսվա ընթացքում։ Օգոստոսին շատ առույցների համար կլինի իրենց ծննդյան տարեդարձերը։ Հարգելի առույցներ, բոլորիդ շնորհավորում եմ ձեր տարեդարձերի կապակցությամբ։ Հույսով եմ լավ, գեղեցիկ, հետաքրքիր ժամանակ անցկացնեք։ Ինչ է սպասվում առույցներին օգոստոս ամսվա ընթացքում միայնակների համար, անձնական հարցեր զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ լրացուցիչ մեկ կարտ, երկու կարտ դուրս եկավ, հարգելիներս, երկուսն էլ պետք է հանել։ Լրացուցիչ մեկ կարտ պետք է հանել, երկուսը դուրս եկան, ընդհանուր խորհուրդ բոլոր առույցների համար։ Միայնակ եք, միայնակ չեք, տարիքով եք, շատ երիտասարդ եք, որպեսզի ոչ մեկին չնեղացնենք։ Միայնակներ, զույգեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Միայնակների համար ես ինչ հոյակապ կարտեր եմ տեսնում, հարգելի առյուծներ, կանաչ, գեղեցիկ։ Գիտեք, միայնակ շատ միայնակ առյուծների համար շատ գեղեցիկ հետաքրքիր ամիս է սպասվում։ Ոչ միայն ձեր ծնունդներն են լինելու, բավականին շատ ուշադրություն կստանաք, շատ ուշադրություն կստանաք հարգելի առյուծներ, նաև միայնակ առյուծներ կստանաք ոչ միայն ձեր հարազատների, այլև շատ էլ տղամարդկանց կողմից հատկապես կանայք եւ տղամարդիկ ուշադրություն կստանան։ Ես չեմ կարող ասել օգոստոսին ինչ է լինելու, սա հաջողության կարտն է, գեղեցիկ հաջողության կարտն է, սա շատ բավարարված մարդ, որը եւ հոգեպես, եւ ֆինանսապես, եւ ֆիզիկապես, եւ շատ լավ է զգում իրեն, այսպես թակավոր է զգում, գահի նստած, շատ ինքնաբավ, ինքնագոհ, շատ գոհ բավարարված կլինեն շատ առյուծներ։ Ես լրացուցիչ կարտեր չեմ ուզում հանել հարգելիներս, եւ կանայք, եւ տղամարդիկ, շատ հաջող ամիս կլինի, շատ ուշադրություն կստանաք, շատ կոմպլիմենտներ կստանաք օգոստոս ամսվա ընթացքում։ Ես հույսով եմ այդպես էլ կլինի։ Ես վստահ եմ, հույսով եմ հաջողության կարտով նաև կլինի հնարավորություն աղջիկների կյանքում տղամարդ կհայտնվի, տղամարդկանց կյանքում հաջողություն կլինի, ծաղիկ, այսինքն աղջիկ կին կհայտնվի, շատ հաջող ամիս կլինի միայնակների համար օգոստոս ամիսը հարգելիներս։ Գեղեցիկ կարտեր ուզում գեղեցիկ էլ մնան։ Աստված այդպես էլ լինի եւ բոլոր միայնակները իրենց համար գտնեն զույգ։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում զույգերի համար շատ հակասական, այսպես տեսնում եմ
կոնֆլիկտային կարտ եւ տեսնում եմ սիրո կարտը, հարգելիներս։ Ինչ հետաքրքիր է։ Բոլոր այն առույցները, ովքեր ինչ որ խնդիրներ ունեին իրար հետ, իրար զույգերի մեջ ինչ որ խնդիրներ կային, ես տեսնում եմ բավականին էմոցիոնալ եք լինելու եւ իրականում ձեզ ոչինչ չի կարող խանգարել, որ դուք ամեն դեպքում ունեք իրար նկատմամբ զգացմունքներ, բայց կարող է բոլորովին այլ թեմա լինել, տեսնենք, ես պետք է լրացուցիչ կարտեր հանեմ, շատ հակասական, շատ սիրում են եւ վիճում են, այսինքն ինչ է նշանակում դա։ Հարգելի առույցներ, նրանք ովքեր շատ խանդոտ են եւ շատ սիրում են, կարող են շատ խանդոտ լինել, դա կարող է կոնֆլիկտ առաջացնել, կարող եմ խորհուրդ տալ մի քիչ զգուշ եղեք, ամեն դեպքում խանդը առաջանում է սիրուց, չափազանց շատ, ես տեսնում եմ շատ էմոցիոներ, շատ սիրում եք, բայց կարող է դա նաև ինչ որ կոնֆլիկտ առաջացնել։ Մի փոքր փորձեք դրանից զգուշ լինել։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ես հարգելի առույցներ, ինչ որ ասեցի, այդպես էլ ասեցի։ Ճիշտ էլ ասեցի, իսկ միտեսակ այսպես խանդի, ինչ որ խնդիր եմ տեսնում առույցներ, որոնք սիրում են, շատ լուրջ զգացմունքներ ունեն, շատ լուրջ։ Իրենց զույգի նկատմամբ, սրանք զույգերի համար ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, ես ոչ մի նշանակություն չունի, տեսնում եմ առույց, որը շատ լուրջ զգացմունքներ ունի իր զույգի նկատմամբ, բայց մի տեսակ կոնֆլիկտային կարտ եմ տեսնում հետահարգելիներս։ Տեսնում եմ քրմուհու կարտը, տեսնում եմ այստեղ շատ ինքնաբավ թագուհի։ Ես տեսնում եմ, գիտեք, հարգելի առույցներ, ձեր զույգը իրականում շատ հանգիստ մարդ է, շատ հանգիստ։ Հողի նշան է իրականում, հող են ատեղջյուրները, կույսերը եւ ցլերը։ Ձեր զույգը կարող եմ ասել շատ պրակտիկ հանգիստ մարդ է, դուք շատ ակտիվ եք եւ չգիտեմ, իր հանգիստ լինելը մի տեսակ ձեզ սկսում է հանկարծ անհանգստացնել, կասկածներ, վախեր է ընկնում։ Միգուցե, չգիտեմ, դուք շատ տաքարյուն եք, շատ կրակոտ եք, ձեր զույգը շատ հանգիստ, եթե այսպեսի դեպք կա։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ հողի նշան չէ, հա, նշած նշաններից չէ ձեր զույգը, ես տեսնում եմ, որ իրականում ձեր զույգը աղջիկ, կին, տղամարդ ոչ մի նշանակություն չունի, ով որ սեռի է։ Ձեր զույգը շատ հանգիստ է, շատ։ Ձեր ներքին ձայնը հանկարծ սկսում է աշխատել եւ ձեզ հուշել, որ մի քիչ դուք աշխուժություն եք ուզում եւ հանկարծ ձեզ թվում է, որ դուք գլխի եք ընկել, հասկացել եք ինչ է կատարվում, ինքը շատ հանգիստ է, միգուցե անտարբեր է ձեր նկատմամբ, դուք ինքներդ սկսում եք այսպես, ինքներդ ձեզ խաբում եք, հարգելիներս, այսպես ինքներդ ձեր գլխում այս բոլոր խնդիրներն առաջացնում եք, 7 տեսակ խնդիր։ Այս բոլորը ձեր երևակայության արդյունքն է։ Ես այստեղ տեսնում եմ նաև քրմուհու կարտով, սա իլյուզիաների կարտն է, այսինքն շատ բաներ կա, որ լոգիկայով չեք կարողանում հասկանալ, հա, դուք ինքներդ ձեզ տրամադրում եք, ինքներդ հանկարծ ձեզ, շատ մեծ լուրջ էներգիա է քրմուհին իրականում, եւ այսպես շատ արագ, շատ աշխուժ հանկարծ, չափից ավել հանգիստ է ձեր զուգընկերը կամ ընկերուհի, եւ հանկարծ ձեզ թվում է, դուք գիտեք ինչու, եւ այստես դուք ինքներդ սկսում եք ձեզ ինքներդ սկսում եք ձեր գլխով, ձեր մտածելակերպ, ձեր ուղեղում, հա, այս բոլոր կասկածները, վախերը, անհանգստությունները, սա իրականում ինչ անում եք, դուք եք ձեզ անում, հարգելիներս, ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, մարդը շատ հանգիստ, իր համար, տեսնում եք, թռչնի հետ, շատ ինքնաբավ, շատ գոհ, ձեր հարաբերություններից ձեր զույգ իրականում շատ հանգիստ է, վստահ է ձեր վրա, ձեր հարաբերությունների շատ հանգիստ է, դրա համար հանգիստ է, այս ինչ որ անում եք, դուք եք ձեզ անում։ Դուք եք ձեզ անում, հարգելիներս, իրականում դուք սիրում եք եւ սիրված եք։ Եվ այսպեսի ձեզ դնում եք իրավիճակում, ասեմ, չասեմ, կասկածներս արտահայտեմ, չարտահայտեմ։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ դատաստանի կարտա եւ տեսնում շատ գեղեցիկ կարտ, 10։ Իրականում ամեն ինչ շատ նորմալ է, ոչ մի խնդիր չունեն։ Նրանք, ովքեր պարզապես շատ լավ են, շատ լավ գեղեցիկ ժամանակ են անցկացնում, ծնունդները, նշումը շատ գեղեցիկ է։ Հոյակապ է, սիրում եք, սիրահարված եք, ձեզ սիրում են, դուք սիրում եք, զույգերով, մանավանդ ընտանիքով, շատ լավ է։ Իսկ նրանք, ովքեր այսպես ինչ որ սխալ թույլ տան հանկարծ ինչ որ մի պահ իրենց զուգընկերոջ հանգիստ վիճակից հանկարծ կասկածներ, վախեր, անհանգստություններ ունենան, շատ մեծ դաս կլինի դա ձեզ համար։ Ես չեմ կարող ասել ինչպես, բայց շատ մեծ դաս կլինի։ Մի քիչ զգուշ եղեք։ Մի քիչ զգուշ եղեք կոնֆլիկտներ առաջացնելուց։ Որովհետև հետո կարող է այսպես ինչ որ անհարմար վիճակում հայտնվեք, հա, ինքներդ ձեզ եք դնում այս վիճակում ձեր ինքնախաբեությամբ։ Մի քիչ զգուշ եղեք դրանից, որտեղ իրականում ես տեսնում եմ շատ գեղեցիկ կարտեր, տեսնում եմ եւ 10 բաժակների, եւ տեսնում եմ բաժակի տուզը, այսինքն ամեն ինչ շատ նորմալ է, ձեր հարաբերություններին ոչինչ չի սպառնում։ Ինչ որ կատարվում է ձեր գլխում։ Շատ զգուշ եղեք,
զգուշ եղեք ինքներդ ձեզ այդպիսի ստրեսային վիճակի մեջ գցելուց, որովհետև էլ եմ ասում, կարող է ինչ-որ խնդիր առաջանալ ձեր եւ ձեր զույգի միջոցով ձեր պատճառով։ Ես տեսնում եմ, որ վերջում դուք կհաշտվեք իրականում կհաշտվեք, բայց ինչու անցնել փորձությունների միջով, եթե իրականում ամեն ինչ շատ նորմալ է, իրականում ոչ մի խնդիր չկա արգելներս, բացարձակ ոչ մի։ Ասում է լիցքաթափվեք, փորձեք վայելել ձեր կյանքը, ոչ թե խնդիրներ առաջացնել այնտեղ, որտեղ ոչ մի խնդիր իրականում չկա։ Ինչ եմ տեսնում աշխատանքի հետ, տեսնում եմ տուն եւ տեսնում եմ այստեղ 9 ջահերի։ Տունը կարող եմ ասել, որովհետև օգոստոս է, ուզում եմ ենթադրել, որ որոշ առույցներ կորոշեն մի քիչ մնալ տանը, չգիտեմ, արձակուրդ վերցնել, հանգստանալ, վերջապես ծնունդ է տարեդարձեք երևի ուզում նշել, շատ ժամանակ անցկացնեք տանը, միգուցե կան մարդիկ միգուցե տնից են աշխատում, միգուցե կան մարդիկ պարզապես տանարքու վաճառքով են զբաղվում, այդպես էլ կարող է լինել։ Ես տեսնում եմ, որ դուք իրականում շատ համառ եք ձեր աշխատանքում, ձեր գործերում չեք հանձնում, ինչ որ նպատակ ունեք եւ այսպես ջահերը հենց ձեր նշանն են, կրակի նշան են, առուսն էլ կրակի նշան է։ Ինչ որ գործ, ինչ որ նպատակ ունեք ձեր գործերի հետ կապված եւ տեսնում եմ, որ դուք համառորեն պայքարում եք եւ մինչեւ վերջ չեք հանձնվելու եւ շարունակելու եք հասնել ձեր նպատակին։ Տան հետ է կապված, ես չգիտեմ, տան արքու վաճառք է, կամ նպատակ ունեք տուն գնելու, դրա համար ձեր գործերը շատ եք աշխատում, հա ձեր գործերը բոլորը տրամադրված են ձեր նպատակին։ Ես տեսնում եմ, որ դուք բավականին համառ եք եւ տրամադրված։ Եվ երևի թե շատ զբաղված կլինեք հարգելի առույցներ։ Կհանգստանաք էլ, տեսնում եմ որոշ մարդիկ տանն էլ կլինեն, բայց որոշ մարդիկ էլ կաշխատեն եւ բավականին շատ կաշխատեն։ Աշխատանքի հետ կապված բավականին լավ ամիս եմ տեսնում, հարգելի առույցներ։ Տեսնում եմ, եթե դուք աշխատել եք, շատ ջանք եք, իսկ ես տեսնում եմ, դուք շատ համառ եք, շատ այսպես նպատակից չեք հրաժարվում, ինչ գործ որ անում եք, բավականին ժամանակ էլ եթե անում եք, ինչ ներդնում եք ձեր գործում, դուք իրականում պտուղները կքաղեք։ Մի քիչ պետք է սպասել, ժամանակի առումով կարող է օգոստոսին մեծ արդյունքներ չտեսնեք, բայց արդյունք հետագայում անպայման կտեսնեք։ Սա 7-ն է, տեսնում եք, մարդը ծառը, պտուղը պետք է տա բավականին ուշ, տատիկ արդեն նշանակում է մեծացել է, արդեն ժամանակ է անցել, բայց անպայման, ասինքն ինչ էլ անում եք, իզուր չեք անում։ Ոչինչ զուր չի անցնի, ամեն ինչ շատ լավ կլինի։ Ես տեսնում եմ կամ մարդ, որը ձեզ իրականում օգնում է, մարդ, որը մասնագետ է, ինչ գործ եք անում, ինչ աշխատանք եք անում, եթե ձեր աշխատանք ձեր գործեր են, թե ձեր սեփական գործն է, ինչու մեկը կա, որ ձեզ օգնում է, ձեզ աջակցում է ձեր աշխատանքում, ձեր գործերում։ Բավականին աշխույժ կլինի, բավականին։ Եվ ես տեսնում եմ, որ դուք ձեր նպատակներին իրականում կհասնեք։ Չէ, դուք շատ տրամադրված եք, դուք կայսրուհու կարտով կարող եմ ասել, ոչ մի բան ձեզ չի կարող ձեր աշխատանքից շեղել, բացարձակ ոչինչ, մարդիկ էլ կան ձեզ օգնում են, շատ աշխույժ, շատ շարժուն, շատ այսպես էներգիայով լի ժամանակ կլինի, սա է ձեր գումարները, որ վաստակում եք։ Բավականին զբաղված կլինեք, լավ գործով զբաղվում եք, ձեզ օգնող մարդիկ էլ կան, չեք ձանձրալա հարգելիներս, իսկ եթե բավականին զբաղված եք աշխատանքի վայրում, անպայման արդյունք կգա, ֆինանսները անպայման կգան։ Եթե օգոստոսին շատ մեծ գումարներ չաշխատեք, հետագայում ձեր աշխատանքը արդյունք կտա, այսինքն ինչ որ անում եք, իզուր չեք անում, հարգելի առույցներ։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում։ Տեսնում եմ ֆինանսներում ժայռը, այսինքն սարերը, ինչ որ խոչընդոտ, ինչ որ խնդիր ամեն դեպքում տեսնում եմ։ Ես չգիտեմ, ֆինանսական ինչ գործարքներ, ինչ զրույցներ, ինչ եք անում, մի տեսակ ինչ որ խոչընդոտ կա, եւ տեսնում եմ, որ դուք ամեն դեպքում ինչ որ հիասթափություն արդեն ունեցել եք։ Եվ փորձում եք նոր ուղղություն ընտրել, նոր ճանապարհ եք գնում, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Ֆինանսական ինչ նպատակ է, որ ունեք։ Ինչ որ խանգարել է, ինչ որ հանգամանք եղել է, երևի մի գաղափարից թողել եք, հեռանում եք եւ որոշել եք այլ ճանապարհով գնալ ձեր նպատակին հասնելու։ Դուք նպատակից չեք հրաժարվել։ Պարզապես ինչ որ տարբերակով, որ փորձել եք ֆինանսական ինչ որ, չգիտեմ, նպատակ եք ունեցել, չեք հասել, հիմա որոշել եք այլ ուղղությամբ գնալ։ Տեսնենք այս նոր ուղղությունը ձեզ օգոստոսին ինչ որ ձևով կհասցնի ձեր նպատակին, որ տեսնում դուք շատ էլ նպատակասլաց տեսնենք։ Բավականին հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի
Հարգելի առույցներ։ Գիտեք, ես այսօր տեսնում եմ թրերի թագուհին, սա ինստինկտիվ դուրս եկավ կարտը։ Այսինքն, եթե ձեր նպատակին չհասակ խանգարող հանգամանքը ժայռը կարող է լինել ինչ-որ մեկը։ Կարող է լինել ինչ-որ մեկը մասնագետ է, չգիտեմ, կամ բանկի հետ եթե գործ ունեք կամ անձի հետ գործ ունեք, ֆինանսական ինչ-որ նպատակ ունեիք, ինչ-որ մեկի պատճառով է, այս մեկը թրերի տեսնում եք, թագուհին է, ինչ-որ մեկի պատճառով է, ասես ֆինանսական աղբյուրը փակում է ձեր, ինքը կտրում փակում է ձեր ճանապարհը, այ ժայռը էս կինն է, ինչ-որ մեկը ձեզ խանգարում է։ Կարող է կին չլինել կոնկրետ տղամարդ լինել, բայց այսինքն ինչ-որ մեկի պատճառով է, որ դուք ձեր նպատակին այստեղ չեք հասնում, բայց դուք չեք հանձնվում, դուք պարզապես որոշում եք, որ թողնում եք հեռանում եք, ինչ-որ մեկը խանգարեց ձեզ, գնում եք նոր ճանապարհով, փորձում եք այլ կերպ այլ ուղիներ գտնել, որպեսզի ձեր նպատակին հասնեք։ Շատ ակտիվ կարտեր եմ տեսնում, մեկ վարքյան ես փորձեմ հասկանալ այստեղ ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ ջահերի 6-ը, տեսնում եմ այստեղ թրերի 2-ը եւ տեսնում եմ բաժակների 5-ը։ Գիտեք, հաղթանակի կարտն եմ ես տեսնում իրականում, բայց միևնույն ժամանակ չեմ տեսնում, որ դուք հաղթել եք, ընդհակառակը հիասթափություն եք ապրում։ Երևի շատ մոտ եք եղել ձեր նպատակին հասնելու, հաղթանակի կարտով կարող եմ ասել, եւ մի տեսակ ինչ-որ ընտրություն կատարելուց միգուցե սխալ ընտրություն եք կատարել։ Եվ ելի եմ ասում, բայց ինչ-որ մեկի պատճառով է, ձեզ թվում է, թե դուք եք սխալ ընտրություն կատարել, հիասթափված եք, բայց ես տեսնում եմ, որ իրականում դուք չեք, ձեզ համար խնդիր մեկ ուրիշն է առաջացել, նույնիսկ եթե դուք չգիտեք, ես ասում եմ, որ իմանաք, ինչ-որ մեկի, ինչ-որ թրերի թագուհի կար, դուք կարծում եք, որ դուք հիասթափված եք, նեղվում եք, որտեղ ձեզ թվում է, որ դուք եք սխալ որոշում կայացրել, բայց իրականում ես կարող եմ ասել, որ չէ, ձեր հիասթափությունը ինչ-որ մեկի պատճառով է։ Բավականին էլ տեսնում եմ համբերատար եք, կարտերն էլ են հուշում, մի փոքր եղեք համբերատար, խնդիրներ կլինեն, բայց իրականում կհաղթահարեք, որտեղ տեսնում եմ այստեղ մահվան կարտով տրանսֆորմացիա, չէ, բավականին, ես ուժի կարտ եմ տեսնում և հավատի կարտ եմ տեսնում և վերջում տեսնում եմ բաժակների 10-ը, տեսնում եք ծիածանը, մարդիկ նշել են, ինչ-որ առիթ են նշում։ Ես կարող եմ ասել ֆինանսական հարցերով դուք սխալվել եք և նեղվել եք, հիասթափվել եք, նույնիսկ երևի ձեր գաղափարից ուզում եք հրաժարվել, այլ կողմ գնալ, որտեղ ձեզ թվում է սխալ որոշում եք կայացրել, հարգելիներս, կարող եմ ասել, որ դուք չեք սխալվել, ձեզ ուղղակի ինչ-որ մեկ անազնիվ է գտնվել, ինչ-որ մի անձ իրականում ինչ-որ սխալ է թույլ տվել ձեր հանդեպ, իրենք են կտրել ձեր նպատակին չեք հասել ինչ-որ մեկի պատճառով, ճանապարհն իրենք են փակել, այսպես կարող եմ ասել, ինչ-որ մեկը ձեզ խանգարել է, բայց կարող է փոփոխություն լինել, պարզապես դուք հավատացեք ինքներդ ձեզ և իրականում դուք հաջողության կհասնեք։ Եթե ինչ-որ մեկի հետ պետք է գործ անեիք, զգույշ եղեք, այդպես կարող եմ ասել, ես տեսնում եմ, որ իրականում դուք հնարավոր է ձեր հաջողությանը հասնեք, բայց պետք է երևի թե հասկանաք և ինքներդ ձեզ վստահեք, ձեր ուժերին հավատացեք, դուք չեք սխալվել, ձեր նկատմամբ ինչ-որ մեկը շատ անազնիվ է եղել, ինչ-որ մեկի պատճառով է, որ դուք չեք հասել ձեր նպատակին, ոչ թե դուք եք սխալվել։ Երբ որ դա կգիտակցեք, կհասկանաք, այդ դեպքում դուք կհասկանաք, որ դուք երևի թե մենակ գնաք այդ ճանապարհը, մենակ փորձեք հասնել նպատակին։ Եթե դիմել եք ինչ-որ մեկը պետք է օգներ, այդ մեկը իրականում խանգարում է ձեզ։ Ում վերաբերում է, իրեն կհասկանան, ես չեմ կարող մանրամասնել, որտեղ չեմ կարող բոլորի տարբեր օրինակներ ասել։ Այս հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի առյուծներ, տեսնում եմ այստեղ աստղի կարտ, այսինքն նպատակներ, երազանքներ, ցանկություններ, սա էլ կարգը։ Այսինքն, եթե բոլորի համար, անկախ ձեր աշխատանք, անձնական ինչ հարցերում, ինչ հարաբերություններում, ովքեր էլ որ լինեն, բոլոր առյուծների շատ գեղեցիկ ամիս է սպասում ձեզ հարգելի առյուծներ, շատ ակտիվ, շատ շարժուն կլինի։ Եթե ունեք նպատակներ, ցանկություններ, շատ լավ ամիս է, եղեք ակտիվ։ Այ առաջ շարժվեք, ակտիվ գնացեք ձեր երազանքի ցանկությունների հետևից, ձեզ համար կարող է շատ հրաշալի ամիս լինել օգոստոսը, որտեղ նպատակները, երազանքները, իսկ կարգը նշանակում է անպայման պարզապես մի նստեք երազեք։ Ես գիտեմ, որ շատ աշխուժ են առյուծներն իրականում նստող երազող չեն, բավականին աշխուժ եղեք, շարժվեք առաջ դեպի ձեր նպատակները, որտեղ ես տեսնում եմ, որ իրականում դուք ունենաք հնարավորությունը, շատ առյուծներ կկարողանան իրենց նպատակներին հասնել, բայց եթե լինեն ակտիվ, ինչ-որ բան անեք, ինչ-որ ջանք թափեք ձեր երազանքներին, նպատակներին հասնելու համար, ինստինկտիվ ձեզ համար ոչինչ չի լինելու, բայց եթե դուք լինեք ակտիվ, դուք ձեր երազանքներին, ցանկություններին կհասնեք հարգելիներս։ Դե այն երազանքներին, ցանկություններին, որոնց հնարավոր է հասնել մեկ ամսվա ընթացքում։ Եթե շատ հեռու գնացող երազանքներ ունեք, հարգելիներս, երևի թե մի ամսվա ընթացքում չիրականանան, չեմ ուզենա ձեզ անիմաստ մեծ հույսեր տալ, բայց շատ այսպես կոնկրետ նպատակներ, որ հնարավոր է օգոստոսին իրականացնել, ես տեսնում եմ, որ եթե դուք
բավականին ակտիվ լինեք եւ ջանքեր ներդնեք, ձեր նպատակներին կհասնեք։ Ինչն էլ ես ձեզ սրտան ցանկանում եմ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կույսերին օգոստոս ամսվա ընթացքում։ Միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ եւս լրացուցիչ մեկ կարդ որպես խորհուրդ բոլոր կույսերի համար։ Միայնակ եք, զույգ եք, նշանակություն չունի։ Բոլորի համար։ Միայնակներ, զույգեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Այս հետաքրքիր վիճակ եմ տեսնում միայնակների համար, հարգելի կույսեր։ Ես չգիտեմ ինչու եք բարկացած, բայց այսպես կախված վիճակում ոչինչ չեք ուզում անել։ Եթե ոչինչ չեք ուզում անել, դե ոչինչ չի լինելու։ Դուք բարկացած եք ինքներդ ձեր վրա, թե հիասթափված եք, թե նեղված եք։ Ամեն դեպքում կոնֆլիկտային կարտ եմ տեսնում եւ տեսնում եմ ոչինչ մարդը չի ուզում անել։ Ես պետք է այստեղ մանրամասնեմ, որտեղ չեմ կարող երկու կարտով տեսնել։ Ամեն դեպքում ձեր անձնական կյանքը տեղից չի շարժվում, դա ձեզ շատ բարկացնում է։ Միևնույն ժամանակ ես կարտով տեսնում, որ դուք ոչինչ չեք անում, առանձնապես ակտիվ չեք այդ ուղղությամբ։ Երևի սպասում եք, հույսով եք, որ ինչ-որ մի բան պետք է իրեն փոխվի եւ տեսնում եք, որ ոչինչ չի փոխվում։ Եվ դա ձեզ բարկացնում է։ Սա կարող է վերաբերել եւ աղջիկներին, եւ տղաներին։ Հարգելի կույսեր, ինչեր եմ տեսնում ձեզ համար։ Տեսնում եմ դատաստանի կարտը, տեսնում եմ ջահերի բաժը եւ տեսնում եմ այստեղ թրերի 5-ը։ Ոնց եմ հասկանալ այստեղ ինչ է նշանակում դատաստանի կարտով, ինչ կարող եմ տեսնել։ Գիտեք, կարող եմ ասել, որ դուք իսկապես սպասում եք, որ ում չի վերաբերում, հարգելիներս չի վերաբերում, այդպես կարող եմ ասել։ Ես կարծում եմ, որ որոշ կույսեր, որոնք ոչինչ այսպես չեն անում եւ այսպես նեղված են, շատ նեղված են եւ ոչինչ չեն ուզում անել։ Այո, որտեւ իրենք սպասում են, որ հրաշք պետք է լինի, որ, չգիտեմ, վերին ուժերը, ճակատագիրը, կյանքը ինչ-որ մեկին պետք է բերի իրենց կյանք։ Այսինքն մի տեսակ այսպես երախայի պես միամտաբար դե ում վերաբերում է հարգելին, ում չի վերաբերում, սա կարող է շատ երիտասարդ, որտեղ տեսնում շատ երիտասարդ, այսպես երիտասարդ եմ տեսնում, այսինքն շատ երիտասարդներ կան կույսերից, որ սպասում են, որ կյանքը իրենց համար ինչ-որ մի բան պետք է փոխի, իրենք շատ ուզում են ինչ-որ բան փոխվի, բայց տեսնում եմ այսպես անդադ հիասթափված վիճակ, ոչինչ էլ չի լինում։ Եվ դուք այսպես հույսով եք, որ կյանքը իրեն ձեզ համար ինչ-որ բան կարող է փոխել։ Իսկ ես կարող եմ ասել, որ կյանքը ոչինչ չի կարող փոխել։ Հարգելիներս, իրականում տեսնում եք, դուք շատ ավելի լիարժեք, այսպես ուզում եք եւ սեր եք ուզում եք լիարժեք հարաբերություններ։ Ես տեսնում եմ, որ արդեն ձեր համբերության բաժակն էլ լցվել է։ Դուք չեք ուզում արդեն մենակ լինել։ Աղջիկ եք, տղա եք, նշանակություն չունի։ Ես այստեղ ավելի երիտասարդների համար եմ տեսնում, որովհետեւ այստեղ անփորձ մարդիկ են ավելի շատ։ Եվ տեսնում եմ, այստեղ մի քիչ ավելի ձեզ պետք է ոգևորվել։ Գիտեք, ես այստեղ ստվերում տեսնում եմ կարգը, ինչ էի ասում, աշխուժություն, շարժ, դուք պետք է ինչ-որ բան անեք, հարգելիներս։ Այսպիսի կախված վիճակում ինստինկտյան ոչ մի հարց չի լինում։ Դուք ձեր անգործությունից եք բարկանում եւ ձեր անհաջողություններից, բայց իրականում առանձնապես մեծ ջանքեր չեք գործադրում։ Դե սա վերաբերում է նրանց, ովքեր իրականում այդպես էլ անում են։ Եթե դուք աշխուժ եք, դե աշխուժ եք, եթե չեք, դուք եք իրականում կանգնեցնում ձեր, այսպես ասեմ, անձնական հարաբերությունները առաջ շարժվելուց, որովհետև առանձնապես լուրջ ջանքեր չեք գործադրում։ Կարտերը հուշում են, տեսնում եք ջահերի ասպետ, հա, ասպետ, այսինքն պետք է լինել աշխուժ, նպատակ ունենալ, որպեսզի կարողանա գնալ հասնել, այսպես էմոցիոնալ լինելը, տխրելը, նեղվելը, այլ բաժակների, չգիտեմ, համբերության բաժակը լցվել է, ոչինչ չի փոխում դա։ Ձեր շատ ցանկանալը հարգելիներս ոչ մի հարց չի լուծում, պետք է լինել ավելի աշխուժ։ Աշխուժ եք լինում սոցիալական ցանցերում, աշխուժ եք լինում դրսում, գնում եք, շփվում եք, ինչ եք անում, չգիտեմ, բայց
Ձեզանից ինչ-որ բան պահանջվում է, հարգելներս, ես կարտերով այդպես եմ տեսնում, ինչ կարող եք անել, ես կդժվարանամ անել, բայց իրականում պետք է լինել աշխուժ, ինստինկտյան ոչինչ չի լինում, նրանք ովքեր սպասում են, որ պետք է կյանքը իրենց ինչ-որ նվեր անի, ես տեսնում եմ, ամեն դեպքում օգոստոս ամսին այդպես չի լինելու, բայց եթե դուք շարժվում եք, իրականում կարող եք նպատակի հասնել, որտեղ ես տեսնում եք, սա կարող է լինել նաև լիարժեքության, այսինքն դուք կարող եք հասնել, եթե աշխուժ լինեք, իրականում կարող եք գտնել սեր Եվ շատ գեղեցիկ հարաբերություններ կարող եք գտնել միայն, եթե դուք ինչ-որ ջանքեր գործադրեք։ Կարտերից խորհուրդ ձեզ հարգելի միայնակ կույսեր։ Ինչ եմ տեսնում զույգերի մեջ, բավականին բարդ իրավիճակ եմ տեսնում որոշ զույգերի մեջ, անկախ նրանից դուք ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, ես տեսնում ինչ-որ խճճված լաբիրինթոս, խճճված վիճակ եմ տեսնում որոշ մարդկանց հարաբերություններում, եւ տեսնում եմ, որ զույգերից մեկն ուղղակի ուզում է հեռանալ։ Կամ ուզում է հեռանալ ուղղակի դուրս գալ այս խճճված վիճակից, հարցը վերջապես ուզում է լուծել, կարողանան հարաբերությունները միգուցե փրկել, կամ միգուցե պարզապես ուզում են այս վիճակից հեռանալ եւ զույգից հեռանալ, տեսնենք։ Շատ ցավալի է հարգելներից, բայց ինչ տեսնում եմ, այն էլ տեսնում եմ։ Եթե ձեր հարաբերությունները շատ նորմալ են, շատ գեղեցիկ են, շատ լավ է։ Ձեզ ոչինչ չի սպառնում։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր արդեն մինչև օգոստոսի սկսելը արդեն ինչ-որ բարդություններ ունեն։ Լաբիրինթոսը կարող է լինել մի տեսակ անելանելի վիճակ, չէ՞, լաբիրինթոս ինչ է, մտնում եք, մուտքը կա, ելքը չկա, չեք կարողանում գտնել։ Ի վերջո բոլոր լաբիրինթոսներից ելք կա, պարզապես եթե մարդը խճճվել է, չի գտնում ճիշտ ուղղությունը։ Մարդը կարող է տեղում պտտվել եւ այդպես էլ ելքը չգտնել։ Իսկ ես տեսնում եմ, որ ելքը տվյալ դեպքում զույգերից մեկը գտնում է, որ պետք է հեռանալ։ Միայն այդպես կարելի է խճճված վիճակից դուրս գալ։ Տեսնենք։ Ինչեր եմ տեսնում այստեղ հարգելի կույսեր։ Ես կդժվարանամ ասել այստեղ ամուսնացած զույգի մասին է, թե չամուսնացած։ Դուք ինքներդ կարող եք վերագրել ձեզ ինչպես էլ որ վերաբերի, ես պիտի ասեմ ինչ որ տեսնում եմ։ Շատ հաճելի բաներ չեմ տեսնում, բայց ինչ որ տեսնում եմ, այն էլ պետք է ասեմ։ Ես տեսնում եմ խճճված վիճակ եւ այստեղ մեկը ուզում է հեռանալ, ասում է, չէ, ինչ-որ մեկը խճճված իրավիճակից ուզում է հեռանալ։ Ես տեսնում եմ արև։ Ընդհանրապես արևը շատ դրական կարտ է, բայց տվյալ դեպքում ես դրական չեմ տեսնում արևը։ Տեսնում եք, այսպես ցիկլի մեջ, այսինքն ինչ որ մեկը անընդհատ նույն սխալներն է թույլ տալիս։ Կամ կույսի զույգը։ Ես չեմ կարող ասել որ մեկը։ Ամեն դեպքում լաբիրինթոսում հայտնվել են կույսն է հայտնվել երևի թե միգուցե ինչ որ մեկը նույն սխալը անդադ թույլ է տալիս, այսպես ցիկլով նույնը կրկնվում է, դրա համար էլ լաբիրինթոսում եք, այսինքն անդելանելի վիճակ, չէ՞ մի անգամ մարդը սխալ բան արեց, կարող եք ներել, երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ արդեն բավականին բարդ է դառնում, այ մարդ ուզում է հեռանալ։ Մեկն ու մեկը ուզում է հեռանալ զույգերից։ Ուզում է հեռանալ գնալ իր ճանապարհով, որովհետև ելք չի գտնում։ Փորձել է մարդը համբերել է բալանսի բերել, լեզու գտնել, փորձել է պահպանել իր ունեցածը, ժլատի կարտով կարող եմ ասել, մարդը իր ունեցածը փորձել է փրկել։ Եթե ընտանիք եք, փորձել է ընտանիքը փրկել, կինը կարող եմ ասել, փորձել է իր ընտանիքը փրկել, այսինքն չամուսնալուծվել, չհեռանալ, բայց ես տեսնում եմ, որ արդեն կարծես թե մարդը էլ ելք չի գտնում, արդեն որոշել է ուզում է միգուցե եւ հեռանալ, որովհետեւ ինչ որ ուզում էր պահպանել, կարծես թե չի ստացվում։ Ես այստեղ ճիշտ ասած հարգելներս տեսնում եմ Ես այստեղ տեսնում եմ մի թագավոր երկու թագուհի Այսինքն մեր թագավորը եւ տեսնում եմ եք թագավոր եւ տեսնում եմ երկու կին։ Սա էմոցիոնալը բաժակի թագուհին կարող է լինել իր կինը եւ երկրորդը կարող է լինել սիրուհի։ Այսինքն եթե նույնիսկ ամուսնացած էլ չեք, տղամարդը շփվում է երկու կանանց հետ, ես չգիտեմ, ինքը չգիտի ում ընտրել, կենտրոնանալ եւ դրա համար կանանցից մեկը, հա, եւ որոշել է ինքը հեռանալ, որովհետեւ եթե հասկացել եք հանկարծ ես այստեղ տեսնում եմ թրերի
տզով, որ հանկարծ երևի թե պարզվել է, հանկարծ ինչ-որ բան է պարզվում, հա, եւ կինը հանկարծ գլխի է ընկնում։ Եթե սա օրինական կինն է, դե օրինական կինն է, իսկ եթե պարզապես ընկերուհի է, պարզվում է, որ եւս մեկը կա տղամարդու կյանքում, մի խոսքով կարող եմ ասել, մի տղամարդ երկու կանանց մեջ չի կարողանում ինքը որոշում կայացնել, տեսնում եք, այստեղ 4 առաջարկում են, չգիտի ինչ որոշ։ Տղամարդը չի կարողանում որոշում կայացնել ում հետ է ուզում մնալ, որ աղջկա հետ։ Տեկինը դրա համար կանանցից մեկը, որը զգացմունքներ ուներ, երբ պարզվում է հանկարծ իր համար, ինքը որոշում է կտրել հարաբերությունները եւ որոշում է հեռանալ։ Այստեղ տեսնում եմ այստեղ արագության կարտը։ Գիտեք, եթե ամուսիններ եք, տեսնում եմ այստեղ արդարադատության կարտը, տեսնում եմ նաեւ այստեղ երեխա։ Եթե նույնիսկ ինքը ունի երեխա, ինքը կորոշի օրինական ամուսնալուծվել եւ հեռանալ, առաջ է շարժում, իր կյանքով երեխային վերցնում է եւ հեռանում է։ Իսկ եթե ամուսնացած չեն, դեռ հարաբերությունները շատ այսպես չեն լրջացել, կարող եմ ասել բաժով, որ շատ չեն լրջացել, ամեն դեպքում երբ աղջիկներից մեկը բացահայտեց, որ տղան միայն իր հետ չի հանդիպում, աղջիկը կորոշի առաջ շարժվել եւ հեռանալ եւ գնալ ապրել իր կյանքով եւ շատ ճիշտ էլ կանի։ Նրանց ում կյանքում զույգերի կյանքում ամեն ինչ նորմալ է հարգելներս, ուրեմն շատ լավ է, ձեզ չեր վերաբերում, ես նորից եմ կրկնում։ Արդեն այս հարաբերությունները արդեն լաբիրինթոսում էին։ Օգոստոսին արդեն այսպիսի խնդիր կար, սա միայն նրանց է վերաբերում, ում չի վերաբերում, չի վերաբերում։ Ինչ եմ տեսնում աշխատանքի եւ աշխատանքային գործերի հարաբերություն, տեսնում եմ Լիլիաները եւ տեսնում եմ այսպես մի տեսակ անգործ վիճակ։ Եթե կային մարդիկ, որոնք ինչ որ երկար ժամանակ աշխատանք չունեին կամ պարզապես հանգստանում էին, կամ պարզապես ինչ որ ժամանակ չէին կարողանում աշխատանք գտնել, ես տեսնում եմ կգտնվի մեկը, որ ձեզ իրականում կարող է օգնել, կամ խորհուրդ տալ, կամ պարզապես օգնել այդ հարցում։ Իսկ եթե մարդիկ աշխատում էին մի տեսակ պարապ էին, գործը կանգնել էր, տեղից չէր շարժվում, ես կարծում եմ կդիմեք ինչ-որ մեկին կամ կգտնվի ինչ-որ մեկը, որ կարող է ձեզ ճիշտ խորհուրդ տալ, ճիշտ ուղղություն տալ եւ փորձել օգնել։ Անկախ նայած ձեր գործն է, թե ուրիշի համար եք աշխատում, նշանակություն չունի։ Տեսնում եմ իրականում է քիչ պարապ վիճակ։ Այո, գիտեք, կարող եմ ասել, որ ինչ որ գործեր անհաջողություն կար, ասիկան ինչ որ չէր շարժվում տեղից աշխատանքը, չէր շարժվում։ Ձեզ համար հանկարծ օգոստոսին իրականում կպարզվի, թրերի տզով կարող եք պարզել իրականում հասկանալ ինչպես կարող եք այս վիճակը շտկել։ Եվ տեսնում եմ, որ դուք այստեղ մի քիչ անհանգիստ եք լուսնով, բնականաբար, ձեզ համար կպարզվի ինչն է խնդիրը, ինչպես պետք է շտկեք։ Ես տեսնում եմ ճգնավորի կարտ, ասիկ դուք փորձում եք ինքներդ հարցը լուծել։ Ինչու գործերը չեն շարժվում, ինչու եք կանգնել, ինչ կար, ինչ խնդիր կար աշխատանքում, որ ինչ որ չէր շարժվում առաջ եւ ձեր ուզած, այսպես ասեմ, հաջողության չէիք հասնում։ Դուք ուզում եք ինքներդ փնտրել, գտնել, բայց ես տեսնում եմ, որ դուք մենակ չեք կարողանա։ Ձեր ներքին ձայնը ձեզ իրականում կհուշի, որ միգուցե ձեզ պետք է դիմել ինչ որ մեկին։ Այլ Լիլիաներով տեսնում եմ այստեղ խելացի իմաստուն մարդ, որը կարող է ձեզ օգտակար լինել եւ դուք կհասնեք հաջողության։ Ինչ նպատակ ունեք, սա տուզն է պենտակլից մեծ կոպեկը ճակատին եղնիկի։ Այսինքն դուք անպայման կարող եք ձեր նպատակին հասնել։ Ինչ որ խնդիր կար, ինչ է որ աշխատանքի վայրում չէր շարժվում, ինչի որ չէիք կարողանում հասնել, իրականում երբ կհասկանաք, որ մենակ չեք կարող, ինչ որ մեկին պետք է դիմեք, կդիմեք եւ ձեզ կօգնեն։ Իսկ եթե չգիտեիք, ապա ես կոնկրետ ձեզ ասեցի, եթե ինչ որ խնդիր լինի ձեր նպատակին չեք հասնում, մի հանձնվեք, պարզապես գտեք ինչ որ մեկին։ Եթե միայնակ չկարողանաք, ինչ որ մեկը գտնվի, որ ձեզ կօգնի, հարգելիներս։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում։ Ֆինանսներում տեսնում եմ ինչ որ նպատակ ունեք, ֆինանսների հետ կապված ինչ որ նոր մի աշխատանք եք ուզում սկսել, կողմնակի եկամուտ եք ուզում ունենալ, նկատի ունեմ կողմնակի, ասինքն երկրորդ գործ, միգուցե կողքից էլ ուզում եք ինչ որ գումարներ վաստակել, եւ այսպես խոսում եք, զրուցում եք, փորձում եք ինֆորմացիա ձեռք բերել, մարդկանց հետ շփվում եք, որպեսզի կարողանաք երևի ավելացնել ձեր ֆինանսները, տեսնենք։ Դե վարկ եք ուզում, եւս մեկ փոքր վարկ եք ուզում վերցնել, շատ մեծ գումար չեմ տեսնում այդտեղ։ Նորից էլի փորձում եք բանակցել, զրուցել, տարբերակներ եք փնտրում ձեր ֆինանսներն ավելացնելու համար, հարգելի հույսեր։ Գիտեք, ես կարծում եմ, որ դուք կկարողանաք իրականում։ Ես տեսնում եմ այստեղ նոստալգիայի կարտը, տեսնում եմ այստեղ թագուհին, բաժակների եւ տեսնում եմ հրաշագործը։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ էլ կկարողանաք, հարգելիներս, ընդ որում կարող են մարդիկ, որոնց վաղուց ճանաչում եք եւ վստահում եք։ Վաղուց էսա նոստալգիայի կարտ, այսինքն վաղուց եք ճանաչում եւ վաղուց մարդուն կարող եք վստահել։ Միայն այնպիսի մարդկանց հետ կարող եք գործ ունենալ։ Ես այստեղ տեսնում եմ էմոցիոնալ կինը,
Նաև սա կարող է լինել հղիկին, ինչը տվյալ դեպքում ֆինանսների հետ կապված, որ դուք նպատակ շատ լուրջ նպատակ ունեք, շատ լուրջ։ Եվ եթե կան մարդիկ, որոնց վստահում եք վաղուց իրենց հետ գործ եք ունեցել, իրականում կկարողանաք ձեր նպատակին հասնել։ Հիմնական շեշտը դրեք ձեզ վրա, որովհետև դուք բոլոր գործիքները ձեր ձեռքում են։ Ես տեսնում եմ, որ դուք շատ այսպես լուրջ նպատակ ունեք, հեռու գնացող։ Եվ տեսնում որ դուք հասնեք ձեր նպատակին եւ կարող են ձեզ օգնել մարդիկ ում վաղուց վստահում եք, բայց միևնույն ժամանակ հիմնական ել եմ ասում շեշտը ձեզ վրա է։ Ամեն դեպքում դուք ինքներդ պետք է կարողանաք հետևել այս ամբողջ ընթացքին եւ ես տեսնում եմ որ դուք կկարողանաք հրաշագործը բոլոր գործիքները իր ձեռքին են, ինքը միշտ կարող է հարգելնես, դուք ձեր եթե նպատակներ ունեք ֆինանսների հետ կապված օգոստոս ամսվա ընթացքում դուք ամենայն հաջողությամբ կհասնեք եւ մենակ եւ ինչ որ մեկի օգնությամբ։ Տեսնում են բաժակների թագավորին բաժակը ձեռքին։ Թագավորը ինքը բավականին լավ կարտ է, այսինքն բավականին կայացած մարդ է, սա բոլոր գույսերին է վերաբերում, բոլոր հարցերում, անձնական, ֆինանսական, աշխատանքային, տարիքով եք, երիտասարդ նշանակություն չունի, միայն եք զույգով եք։ Թագավորը բաժակների սա էմոցիոնալ թագավոր է, այսինքն մարդը ունի ամեն ինչ։ Շատ բաների կյանքում հասել է, ձեռքբերումներ ունեցել է եւ ինքը իր խելքով, իր ուժերով, բայց ինչ որ բան մարդուն չի բավարարում։ Այսինքն օգոստոսին կարող են որոշ գույսեր զգալ, որ լավ է, կարծես ամեն ինչ կա, գումարել կա, ապրում ենք, ինչ ուզում ենք անում ենք, կոմունալների ծախսերը բավարարում է, երեխաներին տեղավորեցինք, ես կարող եմ երիտասարդ եւ ջահելներ լինել եւ մեծեր լինել նշանակություն չունի։ Այսինքն շատ ձեռքբերումներ ունեք կյանքում, կարծես կյանքը նորմալ իր հունով ընթանում է, բայց ինչ որ մի հարցում կարող եք ինչ որ հարցում դժգոհ լինել, այսպես ասեմ, ինչ որ մի բան ամեն դեպքում ձեզ չի բավարարում։ Երբ որ մարդը նպատակների հասել է, բայց այդ ընթացքում ինչ որ մի բան բաց է թողել, այսինքն ձեզ կթվի, որ ինչ որ մի բան ամեն դեպքում ինչ որ մի բան ձեզ պակասում է։ Այդ կարտն է, այս կարտը դա է նշանակում։ Նույնիսկ եթե շատ լավ է, ամեն ինչ լավ է, հանկարծ ձեզ կթվա, որ ինչ որ բան ամեն դեպքում ձեզ պակասում է։ Դե գիտեք, թագավորը կարողացել է կյանքում ամեն ինչի հասնել, ինքը կկարողանա նաև գտնել այդ տարբերակը։ Միգուցե ժամանակն է։ Կարտը կարող է այդպես էլ հուշել։ Այսինքն եթե դուք աշխատել եք, բավականին ջանք եք ներդրել, կրթություն ստացել եք, աշխատել եք, տուն տեղ ընտանիք ստեղծել եք, հատկապես հասուն տարիքով մարդկանց, որտեղ երիտասարդների կյանքը դրա առջևում է, իրենք չեն կարող լիարժեք բավարարված լինել, որտեղ իրենց կյանքը անդադ ընթացքի մեջ է, իրենք դեռ նոր պետք է առաջ գնան եւ կամաց հասնեն իրենց նպատակներին։ Իսկ սրանք ավելի երևի հասուն մարդիկ, ովքեր կանայք, որոնք երեխաներին մեծացրել են, տուն տեղ դրել են, ամեն ինչ արել են, բայց ինչ որ մի բան ամեն դեպքում պակասում է, կամ ետ են նայում կյանքում մտածում է, որ ամեն դեպքում ինչ որ բան բաց թողեցի, կամ տղամարդիկ միևնույն ժամանակ։ Հարգելիներս, ամառը գեղեցիկ ժամանակ է, գնացեք հանգստանալու, գտեք ինչ որ մի ձևով ինքներդ ձեզ ուրախացնելու, մի բան, որ ձեզ հաճույք է պատճառում։ Կինը կարող է կանայք այդպեսի գնեք ինչ որ մի իր, որ ձեզ դուր է գալիս, հագնելու կամ կրելու կամ չգիտեմ, տանը, խոհանոցում, ինչ որ ձեզ համար արժեքավոր հետաքրքիր է։ Ինքներդ ձեզ համար մի հաճելի պահ մատուցեք ինքներդ ձեզ, տղամարդիկ եք, ինչ որ ձեզ հաճույք է պատճառում, որպեսզի կարողանաք այսպես ձեզ ավելի լիարժեք զգալ, որտեղ ես չեմ տեսնում դժբախտ մարդ, հիասթափված մարդ, բոլորովին։ Պարզապես մարդը ամեն նպատակի կյանքում հասել է, ինչ որ մի փոքր բան է պակասում, ինչ որ պակասում է։ Երբ կհասկանաք ինչ է պակասում, արեք ինքներդ ձեզ համար։ Արեք, ինքներդ ձեր մասին հոգ տարեք, հարգելի կույսեր, եւ հույսով եմ, որ ավելի լիարժեք կյանքով կապրեք։ Ես լավ ամիս եմ ցանկանում, հարգելի կույսեր։